Ամբողջ աշխարհում Ավստրալիայից մինչև Կանադա, Ստամբուլից մինչև Թբիլիսի իրանական դեսպանատանների դիմաց ցույցեր են տեղի ունենում ի աջակցություն հակաիսլամական, ժողովրդավարական, ազատական ապստամբությանը։ Նման ցույցեր տեղի էին ունենում նաև Երևանում, եւ մենք ակամա հպարտություն ապրեցինք, երբ Իրանի նորանշանակ դեսպանի դժգոհությանը կառավարությունը արձագանքեց ասելով, որ Հայաստանում ցույցերը արտոնված են եւ դրա համար մարդկանց չեն ձերբակալում, բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե արդեն հաջորդ իսկ օրը չհակասեր ինքն իրեն։ Եվ ահա մենք լսում ենք, որ 7 իրանցի ցուցարարին ձերբակալում են եւ ցույցերը հայտարարվում են ոչ արտոնված։ Սա հակաօրինական է եւ հակասում է Հայաստանի սահմանադրությանը, որտեղ ցույցերի, խոսքի, մտքի, խղճի ազատությունը օրենք է։ Ես կարծում եմ, որ պետք է լսել հիմա ոչ թե մոլլաների դեսպանին, այլ աշխարհի խղճի եւ քաղաքական կարևորագույն իրադարձությունների թելադրանքը, որովհետև հետո հիշելու են այն, որ այս օրերին Հայաստանում ձերբակալում են հանուն ազատության պայքարող իրանցիներին, իսկ մեզ դա բացարձակապես պետք չէ։